Տեր Աբրահամ, այսօր հայտարարություն եղավ, որ ճնշում են գործադրվում Մասաչուսեթս թեմի քահանաների վրա, որպեսզի իրենք միանան Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների այդ ծրագրին, այսպես ասած բարենորոգմանը, ասվեց, որ այդ հրահանգը ուղիղ եկել է Գևորգ Սրբազանից, ձեր թեմի նախորդ ղեկավարից։ Արդյոք ձեր հանդեպ եղել են ճնշումներ, դուք ինչ եք տեղյակ այդ ճնշումների հետ կապված, օրինակ, որ եկեղեցու քահանաներից եք ձեր թեմի տեղեկացվել, որ իրենց հանդեպ ճնշումներ են գործադրվել։ Ասեք, հիմնականում այսօր այցելություններ եղել են Արարատի շրջան, Բեդի շրջան, 1-2 դեպք էլ Արտաշատի շրջանում է եղել։ Դեր այր հետ խոսեցինք, ասեցին, որ իրենց համայնքի ղեկավարները կամ համայնքապետարանի, գյուղապետարանի աշխատակիցներն են մոտեցել, որ իրենց ծառայությունը բերեն ոչ թե վեհապարի կողմից հաստատված նոր առաջնորդի հետ, այլ նախկին առաջնորդի հետ։ Քահանաները մեծամասամբ ինչքան հասկացա, ովքեր որ այսօր առնչություն են ունեցել, գրեթե բոլորը, կարծում եմ բոլորը մերժել են, քանի որ մեր եկեղեցին հստակ կանոնակարգով է առաջնորդվում։ Վեհապարը ազատ է որևէ մի հոգևորականի կամ առաջնորդի նշանակելու եւ յետ կանչելու այլ ծառայության։ Եվ քահանաներն էլ վեհապարի կողմից են թեմ նշանակվում եւ արդեն թեմական առաջնորդը ներսում կանոնակարգում է ով որտեղ պիտի ծառայի։ Դուք տեղյակ եք ինչ ձևով, ինչ դրսևորում է ունեցել այդ ճնշումը, այսինքն ովքեր են եկել, ինչ են ասել իրենց քահանաներին։ Մեր քահանաներից մեկն ասում էր, որ իրենց ասել են, որ 2 օր ժամանակ ունես մտածելու, հակառակ դեպքում դու պիտի գործից ազատվես կամ եկեղեցին պիտի ազատես։ Նման մոտեցումներ են դրսևորել, ոմանք սիրաշահելով, ոմանք մի փոքր ավելի իրենց արտահաճի մեջ հորդորելով, հորդորական ոճով, բայց մեր քահանաները բոլորս հավատարիմ մեր Սուրբ եկեղեցու կանոնադրությանը, մեր ծառայությունն ենք բերում Աստծուն եւ մեր ժողովրդին։ Տեսեք, այս ընթացքում շատ է խոսում, որ կարող է նաև ԱԱԾ-ով կամ իրավապահներով այդ ճնշումները լինեն։ Եթե օրինակ նույն խնդրանքով դոր կամ պարտադրանքով ձեզ մոտենան, ձեր դիրքորոշումը ինչպես կլինի։ Ինչպես իմ քահանա մյուս եղբայրները, այդպես էլ մենք հավատարիմ ենք Մայր Աթոռի կանոնադրությանը եւ այդպես ենք ծառայել եւ այսօր էլ ծառայում ենք եւ այդպես պիտի ծառայենք, որտեղ եկեղեցին ունի հստակ իր կանոնադրությունը, որով որ մենք առաջնորդվում ենք։ Հիմա ակնհայտ է, որ թեմի առաջնորդը չի հեռանում, բայց նշանակված է Հայ Ռուբենը, ինչպես է լինել։ Հիմա ձեր օրինակ աշխատանքային, եթե այսպես կարելի ասել, այդ ձևավորված կարգ ու կանոնը ինչպես է լինում։ Դուք ում եք ենթարկվում, այսինքն ձեր աշխատանքը ինչպես է կազմակերպվում։ Այս պահին մեր առաջնորդը Հայ Ռուբենն է, որ վեհապար Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է թեմին իբրև Մասյացոթն թեմի տեղապահ։ Եվ մենք մեր համագործակցությունը իբրև առաջնորդ Հայ Ռուբենի հետ ենք կազմակերպում։ Ում որ վեհապարը կնշանակի, Հայ Ռուբենը կլինի կամ իր փոխարեն մեկ ուրիշը, մենք առաջնորդվում ենք ըստ վեհապարի տնօրինության։ Չի եղել օրինակ որևէ զանգ ձեզ Գևորգ Սրբազանի կողմից։ Չէ, Սրբազանի կողմից որևէ զանգ չենք ստացել։ Տեր Աբրահամ, Նիկոլ Փաշինյանը պատարակների է գնում ամեն կիրակի, եթե օրինակ որոշի մի օր գալ ձեր մոտ Դաշտավանի եկեղեցի պատարակի եւ բոլոր քահանաներին դրվում այդ խնդիրը վեհապարի անունը զեղչել, ինչպիսին կլինի ձեր կարծիքը կամ ձեր պահվածքը այդ իրավիճակի։ Ցանկացած մարդ ինքը ազատ է եկեղեցի գնալու, եկեղեցու դռները բաց են բոլորի համար, բայց մենք մեր եկեղեցում ինչպես նախկինում, այդպես էլ այսօր հնչեցնում ենք վեհապար Հայրապետի անունը եւ առաջնորդի անունը, ով որ կլինի այդ օրվա առաջնորդը։ Եվ նույն ձևով պիտի շարունակենք։ Այսինքն պատարակի տեքստը սրբազան չեք պատրաստում։ Մենք ունենք պատարակի ընդամենը մեկ տեքստ, որով ամբողջ աշխարհն է հայերը, որտեղ մենք հայ եկեղեցի ունենք, այդ նույն կայքով առաջնորդվում ենք։ Ձեր եւ ամփոփելով, ձեր տպավորությամբ այս ամեն ինչ իշխանություն եկեղեցի այս հակադրությունը ինչով կավարտվի եւ արդյոք վեհապարին կհաջողվի իր տեղում անսասան մնալ։ Վեհապարը անսասան է, անսասան մնալու է իր աթոռին, որտեվ Աստծո կողմից է հաստատված մեր Սուրբ աթոռը եւ վեհապարն էլ հավատարիմ բոլոր կաթողիկոսների ուխտին շարունակում է իր նվիրական ծառայությունը մեր ազգին։